Տարածքը որպես անասնաշենք պետք է ծառայեր, մի քիչ ծառայեց, էլ չի ծառայում ու չի էլ ծառայելու։ 20 թվին ես հողամասն առել եմ, 21-ին ձեռնարկել։ Կոնկրետ օրեր ամիսնին էլ կարամ ասեմ, եթե շինթույլտվությունը բերեմ։ Վերջը սարքեցինք, ես իմ տղյանունից, այմանունից, ու ոնց որ այդ մի տարվա կտրվածքով ժամկետի ընթացքում իմ տղեն գնաց մոբ։ 6 ամիս ավելացրին, սարքեցինք դեկտեմբերի 30-ը վերջի ժամկետ էր։ Հոկտեմբերի 1-ին թե 2-ին հակահրդեհային դիմել ենք ստուգման համար ու չեն եկել։ Մի ամիս անց նոյեմբերի 5-ին այդ արդեն հստակ կարամ ասեմ։ Կարող է իրանց թվում է, որ իրանք շատ խելացի են, մենք ոչ։ Իրանք նկարներ են ուզել, մենք էլ չենք գնացել Իջևան, մենք այդ նկարին փոխանցել ենք, այդ նկարին դեռ կա հեռախոսի միջին։ Այլ ոչ թե տարեթվով, ամսաթվով, այլ նաև ժամով։ Նոյեմբերի 5-ին իրանք մեզ կանչել են մեզանից դիմում ուզել, որ պետք է դուք դիմեք գրավոր դիմումով, որ նոր գանք մենք ստուգման։ Գրավոր դիմում նստացել են, բայց մենք ժամանակ չունենք, մենք շատ ծանրաբեռնված ենք, կարող է դուք չհասցնեք։ Հետո եկավ ինչ որ կար բաներ, որ մի քիչ ստանդարտին չհամապատասխանող արել եմ դա ես։ Ինչի մասին է խոսքը։ Այ հենց այդ հոտի տակի պանելի։ Այս 4-ած չէ 6-ած սունի տակը պետք է լեր 60 տումբեր, ես ամբողջ տակը պանել եմ շարել, այդ դրսից կարաս տենաս։ 6 մետրանոց պանել եմ շարել սաղ, վերջը դրա համար պատժվել եմ, տուգանվել եմ, տուգանքը մուծել եմ, չեկերը կա, բասին սեսմա եզրակացություն է պետք։ Տուգանքը դեռ քիչ էր, սեսմա եզրակացության համար տայել եմ նորից վճարով է ամեն ինչ, վճարել եկել են գումարը, տվել եմ եկել են մարդիկ հաստատել, որ կարելի է։ Մի խոսքով Սիմոնյան Սամվելը դեկտեմբերի 30-ին ժամը 12-ին ավարտական ակտը առանց ստորագրելու, առանց պեչատելու տվել է մեզ։ Ժամը 2-ին աշխատանքային ժամը վերջացավ։ Ինքը 12-ին տվել է, ժամը 2-ին աշխատանքային ժամը վերջացավ։ Նախատոնական օրերա, ընդմիջումից հետո մարդիկ գործի չեն գալ։ Էլ ես չեմ կարա հասնում Երևան, հաստատեմ դա ու նորից գամ։ Խոստացել են, որ այս շենքն արժի 11 միլիոն իր արժեքը։ Դրա 70% որպես սահմանամերձի փոխհատուցում պետք է ալի։ Ես այս շենքի վրա ծախսել եմ 14 միլիոն եւ ոչ մի կոպեկ չեմ ստացել։ Այսինքն մի անձի թեթե զերո։ Վարչապետին իմ տղեն անձամբ ասել է, մարզպետին մի քանի անգամ ասել են, գրավոր դիմում են գրել, պատասխան ստացել։ Չեմ պատասխանել։ Հակահրդեհային տեսչություն ձեզ կպատասխանի։ Հակահրդեհային տեսչությունն ինքն իր թեթև ձեռով էս ամեն ինչ նայել է, ինչ կպատասխանի։ Ուղղակի ինձ հետաքրքիր է, մի ամիս խի իրանք չպատասխանեցին ոչ մի բան, չասին ոչ մի բան։ Մի ամիս հետո որոշեցին, որ պետք է մենք գրավոր դիմում տանք։ Ես ամեն մի հատ արանքը մի հատ կովի տեղ է։ Ես նախատես հացա 12-ի։ Ես մտածեցի, սենց 12-ը լավ է, եթե իրանք տալիս են 7.700.000 փող ինձ, տոշնի բռնում է մեր Հայաստանի գներով 10 հատ կովի արժեք։ Ես էլ ասի 10 հատ կովը կառնում, մեր տեղականը կվերացնենք, եթե այդ կովը մի օրվա մեջ տալիս է 35-40 լիտր կատ, յուղայնությունն ավելի բարձր, այդ կովերից կպահենք։ Էնել ստացանք հակառակ տեսարանը, ոչ են պահեցինք, ոչ են են։ Են վերևը, այ են վերևի, ամենավերևի ուգլը, 7 մետր բարձրն է, եթե 12-13 աշճան ծուրտը լունդուն, ընդի սվարգան ես, ամբողջ օրը, ունդին գազ, երևի 40-45 աստիճան, տակ ջուրն էլ չօգնե բաղնիքին, դու ոնց կարաս այդ ամեն ինչը մարսես։ Լրիվ ձեր ձեռքերով եք արել։ Լրիվ, վարկ էի վերցրել, դեռ ունեմ մի քիչ, 5 մեկն եք արել, 5 երկրորդ անգամ, 3 երրորդ անգամ, չհաշված մեր դրած եկամուտն են։
Բա հիմա էլ անասուն չեք պա։ Չունեմ, ոչ մի բան չունեմ։ Խորհրդային տարիներին մեր գյուղում հստակ թիվ չեմ կարող ասեմ, բայց կարող ասեմ, որ մեր գյուղում երևի 20 ընտանիք, որ անձնական կովա ունեցել։ Այդ 20 ընտանիքից մինը մենք ենք ելել։ Իսկ խորհրդայինի փլուզումից հետո արդեն մենք պաստայանն ենք ունեցել։ Ու քիչ չենք ունեցել, շատ ենք ունեցել։ Հիմի չունենք։ Ընդհանրապես չունենք։ Այս ճագարին մի քանի ճագարա մնացել 4 հոտնանի, եթե կվերացնենք ու կբացնենք։ Չխնդրես բացել։ Մենակ ես չեմ։ Այդ թվին սաղ են։ Նոյեմբերյան ես նույն անասնաշենք սարքել ավելի մեծը, նայլա նույնն է, նույն ավելի վատ։ Արի գնանք տուն ցավատ տան։ Հիմա մեր շենքի գումարը կազմում էր 11 միլիոն, իրանը կազմում էր 48 միլիոն, ավելի վատ չէր։ Շատ մարդ կա, շատ ընկերուն, շատ բարեկամ, շատ հայ ժողովուրդ, որ սիրում են գնան Ռուսաստան կամ այլ ուրիշ երկիր աշխատեն, կան, ես չեմ սիրում, ես մեր երկիրն եմ սիրում։ 35 տարվա ընթացքում 2 անգամ եմ Հայաստանից դուրս եկել մի օրով։ Այսինքն 2 սուտկա եմ Հայաստանից ես բացակայել։ Ես մեր երկիրն եմ սիրում։ Այն քարոտ։ Չորացած թփերը ինձ համար արժե ամեն ինչ։ Ես դա եմ սիրում, դրա համար չեմ գնում։ Ամեն անգամ ես ու դու որ սենց խոսում ենք, համակերպում ենք իրար հետ կորուստների հետ, 400,000 արդեն կորցրել ենք։ Արդեն 400,000 կորցրել ենք։ Ու մինչև երբ համակերպվենք։ Ինքան բան կարամ ասեմ հիասթափված, բայց ուզում չեմ ասեմ։ Չի մար չեմ ուզում ասեմ։ Նորից եմ կրկնում, վախում չեմ ես։ Ուղղակի որ չղայնացա կարող եմ մի հատ անշնորհ բան ասեմ, դա շատ ինձ մար հաճելի չի լինի, որ իմ անշնորհ բառը դուք լսեք դրա համար։ Ես եթե համաձայն եմ այդ ամեն ինչի, ես խի գնեի ցույցանող։ Ճամփափակող, այսինքն ճամփափակող չգնեի, ես իմ ֆողերի համար գնեի։ Ոչ մոնի դեմ ես ոչ մի բան չունեմ։ Ես ընդամենը ֆող եմ ուզում։ Ու ուրիշ չեմ ուզում, իմ պապականն եմ ուզում։ Այդ որն է։ Ես որ հատվածներով տալով գնում ենք։ Չգիտեմ ինչ կոչվեց այս հեղափոխությունը, հեղափոխությունը որ է լավ։ Առաջ հայց մեր վարչապետի ուր է լավ։ Ղարաբաղ։ Ստեփանակերտի հրապարակում ձեռն էլ տրիբունային խփեց, բացրը բարով շատ գոռալով ասավ. Ղարաբաղ Հայաստանա ու վերջ։ Երկրորդ 19 նոյեմբերյան 90 թվականի մարտի 24-ին առաջի դարպասը բացել է Ադրբեջանի մեր կողմից, մեր գեղից։ Սահմանազատումն արավ ինքը մեր գեղից։ Այն դարպասը որ մենք բաց էինք արել, առաջ գնալու, ինքը բաց արավ Թուրքիի մար թուրքն առաջ գալու։ Ու գնում ենք ազգի վերացման։ Որ թվին էլ դուք շատ լավ գիտեք, սովորած եք ինձ նման անգրագետ չեք ելի, որ Հայաստանը պետք է լիներ 12,000 քառակուսի կիլոմետր։ Երևանը Արարատյան դաշտավայրից մի կտոր։ Եկել ենք դրան։ Երևը։ Ու շատ ցավալ է։ Ասեմ ավելին, այնքան հիասթափված եմ, ոչ լուրեր եմ դեմ, ոչ մի բան։ Այ Ստորը զոր նստում է մուլտիկ մտիկ անում, հետը հավեսով դրան եմ մտիկ անում, թե չուրիշ ոչ մի բան։ Այդքան հիասթափությունն եմ բառը որ ասեմ։ Երբանից դա ձեր մոտ ի հայտ եկավ։ Պայմանագիրը որորն է ստորագրվել։ Նոյեմբերի 9-ին։ Գիշերը ժամը 10-ին։ Քնեցիք այդ գիշեր։ Այդ գիշեր չէ։ Դրանից առաջ չենք քնել իսել մենք։ Շուշիի հանձնումից հետո ձեզ համար տեսանելի էր Արցախի հայաթափումը։ Մինչև էդ էլ էր տեսանելի։ Ձեզ պիտի նկարի Տիգրանը, դրա համար ասում գումի։ Ես դեռ շատ մեծ հույսեր ունեմ։ Ինչ հույսեր։ Մեծանալու Հայաստանի։ Չի հաշվի։ Իմ կյանքի հաշվին դեպս։
Գալիս ես այդտեղ։